Յանի Մկրտչյան 1803-1995 թվական Վաղ շաբաթ Այո Բարձրագույն Էս պահին ոչ Այո ունեմ երկու երեխաներ Քաղաք Էջմիածն Վիկտոր Համբարձումյան 4-ի Գ Այո Դատան ներկայացվեց Հարություն Յանի Մկրտչյանի համար AX 040-73-89 ազնագիրը ինքնությունը ստուգված է, ազնագիրը վերադարձվում է Ինչ փոխհարաբերություն ունի բարոյի մասնակիցների հետ Անկեղծ ասած կյանքումս չեմ տեսել և անձնապես չեմ ճանաչում Վկայի ինքնությունը ճշտելու հետ կապված որևէ հարցերում են ոչ պատասխան Ակնական դատարան ինքնության ճշտման հարց ունենք, բայց խնդրեմ դատի վկայի հարցը լինելու նաև քանի որ ես դեռ իմ հարցը տալու ժամանակը չի հասնում վկան ինչ պատճառով է նախորդ դատական նիստերի չներկայացել և ոչ դատավարական պատշաճ վարկից դրսել որովհետև ըստ էության ես հիշում եմ որ դեռ առաջին դատական նիստի վկան ներկայացել է և պատշաճ ծանոթված է հաջորդ դատական նիստի համար հաջորդ դատական նիստի չէր ներկայացել դատարանը որոշում է կայացրել, որորից հայտնականին որոշում է հասկանանք վկան ինչի չի պատշաճ դատավարական վարկից դրսել է իսկ ինքնության տակով որը հաշվում Պարզաբանում եմ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված ձեր իրավունքներն ու պարտականությունները որպես վկա իրավունք ունեք թե ինչ բարդով եք հրավիրել հարցաքննության հարցաքննության ներկայացման հաստատանի հետ հրաժարվել ցուցմունք տալուց կամ ներկայացնելուց եթե ոչ անհրաժեշտ ենթադրվի որ դա հետագայում կարող է օգտագործվել ձեր ամուսնու կամ ներկայացնողներին ցուցմունք տալիս դատարանի քրտության օգտվել փաստաթղթերից ձեր գրավոր նշումներից կազմել պլաններ, սխեմաներ, կեցարներ առարկել բարոյի հանրային մասնակիցների գործողությունների դեմ որպես վկա պարտավոր եք ներկայանալ վարույթ իրականացնող մարմնի հրավերով անցարկում նշված օրերի ժամին տալ ցուցմունքներ առանց նախագահական դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը ենթարկվել դատարանի օրինական կարգավորությունների և դատական նիստի կարգին ձեր կողմից պարտականություններ չկատարելու մասնավորապես ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելու անցում ցուցմունք տալու համար կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական օրենսգրքի 503 և 504 հոդվածներով Պարզ է ձեր իրավունքը Այո, պատվարժան դատարան Ձեր առջև անգլերեն գրված է գրավոր տեքստ ձեր անհազգանունը նշելով անհազգանուն ավելի փոխարեն բացատրել նկարեցեք այդ տեքստը Ես Հարություն Մկրտչյանս ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից։ Ձեր նշված հայտարարությունը դատական նիստի հազանգության մեջ այլևս կնորոգվի նախազգուշացման քարտիկը, որը ստորագրելով դուք կհավաստեք, ինչպես ձեր իրավունքների պարտականությունների մասին նախազգուշացված լինելը, քրեական պատասխանատվության համար նախազգուշացված լինելը և այդ բովանդակության հայտարարությունը դատական նիստի հազանգության մեջ տեսնելու